Լավն է էլի մեր ֆուտբոլը։ Մենք ենք մեր ֆուտբոլի տաղավարում է ԱՄՆ-ի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, MLS-ի գավաթակիր եւ մեր հայրենակից Ալեկո Էսկանդարյանը։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Դուք առաջին անգամ Հայաստան եք ժամանել 2017 թվականին, համահայկական խաղերն էին այն ժամանակ։ Ինչպիսին էին առաջին տպավորությունները պատմական հայրենիքից եւ կարողանում եք հաճախ այցելել։ Այո, չէ, ինչ լավ հիշատակ ունեմ, որտեղ առաջին անգամս էր ամբողջ կյանքս միշտ խոսում ենք, որ Հայաստան էր տայում, բայց երիտասարդ ժամանակվանից երբեք առիթը չկար, որ գայեմ, միշտ ֆուտբոլ խաղում եմ, ամեն շաբաթ, ամեն ամիս, երբեք ժամ չկար, որ գայեմ ստեղ, և վերջապես քարերից հետո առիթը եկավ Հոմրեթմեն խաղերի հետ, նավասարդյան խաղերի համար, և իսկապես առաջանգամներ, որ սերը զգացիմ իմ սիրտիս մեջ, իմ հայրենիքի ու տեսնել գետին ու ժողովուրդը ու բարեկամները եւ հիմա 4-րդ անգամն է հիմա հետը մեկը միշտ հիմա մամիս պապիս աղբերիս էլ բերեր ենք քիչ ավելի շատ ընտանիք բերում ենք ստեղ որ տեսնեն որտեղ ես իմ կարծիքով շատ կարեւոր է որ գանք ստեղ ու հայ ժողովրդի հետ խանվել Այս անգամ հանգստանալու նպատակով եք եկել Հայաստան ոչ գործով Այո Ծունգս լավ չի հիմա էլ չեմ կարող Էլ չեք կարող Դուք ծնվել եք Նյու Ջերսի նահանգում, ձեր հայրը Իրանի հավաքականում է ֆուտբոլ խաղացել, նաև աշխարհի առաջնությանն է մասնակցել Կպատմեք ձեր արմատների մասին, քանի որ մեր հեռուստադիտողները կարող է այդքան էլ լավ չիմանան Այո, իմ պապեն Պարսկաստանի համար խաղացել 78 TV-ին World Cup-ի մեջ եւ այդ World Cup-ից հետո All-Star Team-ին մատսարկել, այսինքն Best 11 եւ արիթը լավ որ ինքը New York գնաց այդ All-Star Team-ի հետ, որ New York Cosmos-ի դիմաց խաղային եւ Cosmos-ը ժամանակը Pele-ն կար ու Beckenbauer, Kinalian so պապես գնաց մեխա խաղաց Իրանասան չես կալտուներ տաս մնա մեր հետ, մյուս խաղը մեր հետ խաղա Են երկրորդ խաղը խաղաց, հետո մամիս զանգավ, ասավ ուզում են ինձ ստորագրեն ստեղ ու այդ ժամանակ մամես եկավ հղի էր իմ աղբորս հետ և եկան Նյու Յորք ու մեր կյանքը հետո սկսանք, ես էլ 3 տարի հետո ես ծնամ Նյու Յորքում, Նյու Ջերսիում և միշտ ասում եմ այդ ծնած օրիցս ֆուտբոլի մեջ զբաղված եմ Ձեր ֆուտբոլիստ դառնալը պայմանավորված է եղել ձեր հայրիկի ֆուտբոլիստ լինելու հանգամանքով։ բայց մամես էլ է նայում, ավելի շատ իմ մամես ավելի շատ է իմանում, քան թե ամեն արտից, բայց հա, ճիշտ է, աղբերիս հետ, պապիս հետ, հորեղբայրներս հետ, միշտ խաղում ենք, միշտ գնդակ կար ձերիս մեջ, ոտիս առաջը եւ շատ երիտասարդ օրից արդեն չիմ կարող ապրիմ առանց գնդակով 2003 թվականը ձեզ համար շատ կարևոր է եղել դուք MLS-ի սուպեր դրաֆտի առաջին համարով միացաք DC United-ին այդ տարի նաև ԱՄՆ-ի հավաքականից հրավեր ստացաք Ուելսի հավաքականի հետ հանդիպման մասնակցեցիք Ինչ հիշողություններ ունեք 2003 թվականի այդ իրադարձություններից Երիտասարդ իմ հետ եմ հիշում չէ Դա սկիզբն էր իմ կարիերի համար, շատ կարևոր էր, որտեղ դժվար էր տանից առաջ, high school-ի մեջ, college-ի մեջ, միշտ գոլ խփողի մել է ու իմանում եմ, որ լավ խաղացում եմ, բայց միշտ չես իմանում, որ կարող եմ professional ելնամ կամ չէ, և ես էլ չիմ հավատում, 15-16 տարեկան երազս էր, բայց ինքս իմ մեջ չիմ հավատում, Եվ վերջապես 17-18 տարեկանին մի անգամից էստենց ինքս իմ մեջ սկսամ հավատալ և ամեն մարդ սկսավ խոսալ հետս ու տարբեր ինչպես opportunity կար, որ Եվրոպա էր տայում, Portugal, Denmark, տարբեր տեղեր իմ համար offer-ին եկա, բայց վերջապես որոշեցի, որ տուն մնամ, MLS-ի հետ ստորագրվամ Եվ DC United նոմեր 1-ին վերցավ ու սկսավ 2003-ին
Հետաքրքիր է ԱՄՆ-ի հավաքականում ձեզ հրավիրեցին մեկ խաղ անցկացրեցիք, այդ ժամանակ ես եթե չեմ սխալվում Հայաստանի հավաքականից հրավեր չեք ստացել։ Նաև դրա մասին խոսենք, եթե լիներ հրավեր կընդունեիք, կգայիք Հայաստանի հավաքականում։ Այո, ճիշտ ասած, համ Հայաստանից, համ էլ Պարսկաստանից միշտ մարդիկ խոսում էին, այսինքն, պիտի Պարսկաստանի համար խաղաս, պիտի Հայաստանի համար խաղաս։ Ես ճիշտ ասած բացիմ, որ Պարսկաստան ես երբեք չեմ ելել, so այդքան ինձի չէր հարազատ չի մզգում, բայց Հայաստանի համար անպայման կուզենայիմ, բայց այդ ժամանակ դժվար էր, տենց չէ որ շատ մարդիկ բերում էին Ամերիկայից, կարծում ես առաջինը կելնին, որ տենց երիտասարդ տարիքից թռնին Էսկոմենկոմ, ու ես սկսամ under 17 17 տարեկանից Ամերիկայի համար խաղալ եւ այդ իմ ճանապարհն էր որ երթային միջև վերև է։ Դուք MLS-ում ինչքանով որ ինձ հաջողվել է տեղեկություններ հավաքել, քանի որ այն ժամանակվա վիճակագրական տվյալները այդքան էլ հասանելի չեն։ 100-ից ավելի խաղ եք անցկացրել, 30-ից ավելի գոլ եք խփել։ Դուք նշեցիք, որ երիտասարդ տարիքում տարբերակներ ունեիք Եվրոպայում խաղալու։ Երբ որ արդեն MLS-ում ճանապարհ անցաք եւ այսքան խաղեր ու գոլեր, կային էլի այդ տարբերակները Եվրոպա տեղափոխվելու։ Կար շատ խաղացողներ Եվրոպայից, որ մեր խումբերի մեջ խաղում էր, եւ իմ համար արիտ կար, որ ես էլ Եվրոպայր տայիմ, 2-3 անգամ եկավ, բայց իմ բախտս միշտ լավ չէր, մի քանի անգամ վիրավորված եմ, գլուխս մի քանի անգամ վատխման մետարի դուրս եմ, միշտ տարբեր բաներ կար, բայց մոտիկ իմ Բելջիումում Standard Liège ստորագրիմ, մեր ժամանակ էլ Sporting Lisbon Portugal-ում մոտիկ իմ որ ստորագրիմ, բայց կյանքս տենց է, որոշամ որ մնամ, վերջի անգամը MLS-ին ասամ, եթե Los Angeles կամ New York չեմ, երթում եմ, հետո սարքան, որ երթամ Los Angeles ու Chivas եւ Galaxy համար խաղացիմ, so yeah, երբ նայում եմ կուզենայեմ Եվրոպայի experience-ը ստանայեմ, բայց միշտ ամենամարդ համար տենց չի ելնում։ Իհարկե, միշտ չի լինում այնպես, ինչպես նախապես ծրագրում ես։ 2004 թվականին DC United-ի հետ նվաճեցիք MLS-ի գավաթը, եզրափակիչում Kansas City-ին 3-2 հաշվով հաղթեցիք։ Ես 3 դիտում էի այդ հանդիպման գոլերը, հատուկ զրույցին պատրաստվելու համար նաև, այնտեղ 2 գոլ խփեցիք, տրիբունաները երկրպագուներով լեցուն էին, շատ գեղեցիկ էր ամեն ինչ։ Ինչ հիշողություններ կան եզրափակիչ այդ խաղից։ Չէ, շատ լավ էր։ Ինչ ֆուտբոլիստ որ ելնես, միշտ ուզում ես որ մեծ խաղերի մեջ կարողանաս քո խումբին օգնես։ So իմ համար դա շատ կարևոր էր, որտեվ իմանում եմ որ տարվում ենք այդ խաղը 1-0 առաջի 5 վայրկյանում 1-0 տարվում ենք եւ ես հիշում եմ որ դաշտի մեջ տենց վազում եմ ու մտածում հուսով եմ որ էսի գոլ խփի, էսի լավ գործանի, հետո տենց կպավ ինձի որ ես կարող եմ անեմ, so գնդակը եկավ մի քանի անգամ, մի քանի հատ գոլ խփեցի, պիտի երրորդն էլ խփիմ, own goal ելավ, բայց շատ ուրախ եմ, շատ ուրախ օրեր, բայց ամենակարևորը դա որ մեր խումբին օգնենք որ տանեն։ MLS-ի չեմպիոն դառնալ ամենամեծ նվաճումն է ձեր ֆուտբոլային կարիերայում։ Այո, national team խաղացել եմ, դա շատ կարևոր էր, Real Madrid-ի դիմաց խաղացել են գոլ խփել, դա իմ համար շատ լավ հիշատակ է, բայց խումբի տեսակով MLS տանելը ամենալավն է։ Դուք 2 անգամ MLS-ի բոլոր աստղերի թիմում եք ընդգրկվել, նաև եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ եք ճանաչվել ու բնականաբար շատ աստղային ֆուտբոլիստների հետ եք խաղացել, նրանցից մի քանիսին անդրադառնանք ձեր թույլտվությամբ։ Օրինակ կար Ֆրեդի Ադու, որը 14 տարեկանում նորամուտը նշեց, նա MLS-ի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որ խաղացել է։ Եվ այդ ժամանակ երևի ամենահեռանկարային ֆուտբոլիստն էր, մեծ պոտենցիալ ունեցող, ու հետագայում Բենֆիկայում, Մոնակոյում է խաղացել, բայց ինչը խանգարեցեց ձեզ հասնել այն մակարդակին, ինչը նրա մասին խոսում էին մասնագետները։ Դժվար է որ ասես մատ բաներ, որտեղ ֆուտբոլիստները դժվար բան է, շատ տարբեր բան կա կյանքի մեջ, որ կարող է ճանապարհ փոխի, ինքը շատ երիտասարդ է, բայց շատ լավ խաղացող էր, դեռ լավ ընկեր ենք, 2-3 շաբաթ առաջ խոսացինք իրար հետ, կարծում իր համար մեկից շատ
այսինքն ժողովուրդը սկսան իրան պետք չէ այդքան շատ խոսել իր մասին, քանի Pele-ի հետ դրել բանի մեջ, commercial-ի մեջ, so կարծեմ մեկ շատ pressure կա, չեմ ինձ ասեմ հայերենով, բայց մետեսակից ինքն էլ չեր ճիշտ բաներ անում դաշտից դուրս, եւ դա էլ իրան կամացացավ մեկ քիչ, բայց ամեն այդ ասելով շատ լավ career ունեցավ դեր, շատ մեծ խումբերի համար խաղաց, բայց դա կյանքն է ֆուտբոլիստին, եթե լավ չանես, խումբը փոխվում է ու չես առաջանա։ Ես էլի մի քանի խաղացողների եմ առանձնացրել, Kyle Beckerman, Nick Rimando, Sasha Klestan եւ իհարկե Landon Donovan ու David Beckham։ Եթե ինձ թվում է բաց չթողեցի, չէ՞, այլ հայտնի ֆուտբոլիստների։ Stoichkov, Hristo Stoichkov, Stoichkov բաց է դու։ Իր նկարը իմ սենյակի մեջ ունիմ, հետո իմ առաջի տարին DC-ում իր հետ խաղում եմ, դա շատ լավ հիշատակ էր, բայց շատ լավ ֆուտբոլիստ էր, մերակե խաղացող էր ինքը։ Ինչ է տվել ձեզ նման աստղային ֆուտբոլիստների հետ խաղալը, փորձ։ Չէ, լավ էր, որտեվ միշտ ուզում ես խաղացողների հետ խաղաս, եւ իմ համար միշտ երազ էր որ խաղայեմ ես խաղացողների հետ, ուզում որ իրանք էլ ուրախ լինեն որ իմ հետ խաղային, so ամենի հետ լավ բան ունիմ, այսինքն Beckham-ը, մի բան որ իրանից սովորամ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց ավելի լավ մեկն էր, ավելի լավ մարդ էր։ Միշտ ամենին հետ լավ էր ընկնում, չէր, այսինքն իրան դնում, որ ավելի բարձր ուրիշ երեխեքից նույն locker-room-ի մեջ։ Նրանց հետ էլ կապ կա, թե միայն Ադուի հետ եք շփվում։ Այո, Beckham-ը հիմա owner-ը Inter Miami-ի համար, ես էլ MLS-ի համար գործում եմ, so երբ որ Miami երթում եմ, տեսնում եմ իրան, բարևում ենք, եւ հա Stoichkov-ն էլ կարծեմ Ֆլորիդայում ապրում է, միշտ տեսնում ենք, so այս ամեն հիշատակ է, հիմա որ չենք կարող խաղանք, մնաք հիշատակ ունենք ու միշտ բարի օր է երբ որ տեսնում եմ իրանց։ 2007 թվականին դուք հեռացաք Real Salt Lake-ից, այդ տարի եկավ Յուրա Մովսիսյանը, որը հետո նաև MLS-ի գավաթակիր դարձավ։ Դուք չհասցրիք խաղալ իր։ Այո, Յուրային ես բերամ Salt Lake, որտեղ երբ ես գնացի Salt Lake, ինքը ինձ հրաձայնավ, ասավ խնդրում ինձ դուրս բեր, ինքը Kansas City-ում էր այդ ժամանակ, ասավ խնդրում եմ ուզում դուրս եմ ստեղ իրար հետ խաղանք, բերամ իրան Salt Lake, բայց մնաք 3-4 ամիս խաղացինք իրար հետ, հետո ես դուրս եմ Salt Lake-ից, բայց շատ ուրախ եմ, որ Յուրան կարողացավ երթատել ու ինքն տարավ, կարծում 2009 թվականին մեր դիմաց, երբ ես Galaxy-ում, բայց Յուրայի հետ միշտ խոսում եմ ու դեր լավ ընկեր։ Ես ձեզ ասեմ, որ իմ ամենասիրելի հայ ֆուտբոլիստն է բոլոր ժամանակների Յուրա Մովսիսյանը։ Իսկապես, դրանից հետո մենք խնդիրներ ունենք մեր հավաքականում, հարձակվողի պակասը չենք կարողանում դրանից։ Ճիշտ է։ Եվ 2009 թվականին թերևս ամենածանր հատվածը մեր զրույցի ձեր ստացած վնասվածքը, որը թույլ չտվեց շարունակել կարիերան ու դադար։ Ինչպես տարակ այդ բարդ փուլը, ինչպես հաղթահարեցիք եւ համակերպեցիք, որ այլևս ֆուտբոլ չեք խաղալու։ Դժվար էր իմ ձերից դուրսն էր, 5-րդ անգամն էր, որ գլուխս խփամ, concussion ստացամ, կարծեմ 11 անգամ քիթս եմ կոտրել, so 27 տարեկանի մնաք, դեր շատ ուզում եմ խաղային, բայց բախտս իմ հետ չէր եւ տարվանից հետո դոկտորներ ինձ ասան, ել չեն կարող էսի երկար ժամատվելու, որ լավանաս եւ չի արժում, որ ել երթաս, ել գնդակ կամ ձեր կամ արմուկ ինչ որ ելնի 27 տարեկան եք այդ ժամանակ։ 27 տարեկան, այո։ So շատ դժվար էր, որտեվ ամբողջ կյանքս ֆուտբոլեր էլ է, հետո մի օր արթնանում ես ու ասում ես, ել ֆուտբոլ չեմ կարող խաղամ, հիմա ով եմ առանց ֆուտբոլով։ So դժվար ժամանակ էր ու կարող եմ ասեմ 2-3 տարի տևավ, միջև որ կարող եմ վազիմ կամ մարդի նման զգայիմ, որտեվ ամեն օր գլխացավ, ամեն օր մեկ քիչ գժրված, կյանքը շատ դժվար էր։ Ես շատ բախտ ունեմ, որ իմ ընտանիքը իմ հետ լավ էր ու շատ օգնան ինձ այդ ժամանակ, գնացի իմ հետ դպրոց, մեկ քիչ ֆուտբոլից հեռացամ, միջև որ լավացամ, հետո կարողացա ել շարունակեմ
Չէ որ խաղալով, բայց հիմա coach անելով եւ հիմա MLS-ի office-ը ելնալով։ Հիմա MLS-ում շատ աստղեր են խաղում, Լեո Մեսսի եւ մյուսներին հերթով Բուսկետս, Ալբա, ուրիշ անուն չես կարող Մեսսի, որ ասում ես, Մարկո Ռոյս եւ մյուս աստղերը։ Իհարկե ձեր ժամանակ էլ կային նույն Բեքհեմը եւ այլ ֆուտբոլիստներ, բայց եթե համեմատենք մակարդակը հիմա ավելի բարձր է այն ժամանակահատվածի համեմատ, երբ դուք եք խաղում, թե տարբեր է, հիմա 30 խումբ կա, եւ ես խաղում եմ 10, 12, 14 խումբ կար, իմ կարծիքով կարծում ավելի լավ խումբեր ավելի լավ են, այսինքն ավելի շատ լավ խաղացող կար մեր խումբի մեջ, ամեն խումբի մեջ, բայց հիմա 30 խումբով շատ լավ է, բայց ավելի շատ երիտասարդ խաղացողների համար ավելի առիթ կա որ խաղան։ Երբ ես խաղում եմ, դժվար էր երիտասարդ խաղացողները որ ներս մտնին, հիմա շատ լավ ժամանակ է երիտասարդների համար։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում եւս շատ աստղեր կան, այնտեղ Ռոնալդոն ու մյուս ֆուտբոլիստներն են։ Երկրպագուները, ֆուտբոլասերները միշտ համեմատում են, մի մասն ասում է Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի ուժեղ է, կան հակադիր կարծիք արտահայտողներ, ըստ ձեզ, եթե հետևում եք եւ խորությամբ MLS-ը ունի այն մակարդակը, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը, թե լրիվ տարբեր առաջնություններ են դժվար է։ Չէ, լրիվ տարբեր է իրանց project-ն ա, որ անում են, կարծում շատ ասկ բերան Սաուդի, բայց չեմ կարող ասեմ, որ շատ օգնավ իրանց լիգը։ Ճիշտ ասած, արդեն տեսել ես շատ խաղացող, որ դուրս են ուզեցել գան Սաուդիից ու ուզում են գան MLS, որտեղ կյանքը Ամերիկայում շատ տարբեր է, բայց կտեսնենք, ամեն շատ դրամ կա այդտեղ, որ հասկանում ենք, որ այս խաղացողները ուզում են երթան իրենց ընտանիքներին օգնեն, բայց ֆուտբոլի տեսակով մենք քիչ MLS-ով առաջ ենք երթում ու շատ ուշադիր ենք, որ տենց շատ մեծ չտնենք եւ չկարողանանք պահենք, so քիչ լավանում է եւ ամեն մարդ ուրախ է տենց որ առաջ է գալի, երբ Լեո Մեսսի նման խաղացող գալիս է ձեր լիգա, այսինքն մի բան ճիշտ ենք անում, բայց մենք հուսով ենք, որ շարունակենք տենց վերև վերթալ, մյուս տարի World Cup-ն է գալիս է Ամերիկա, so շատ լավ առիթ է։ Դուք որոշ ժամանակ աշխատեցիք նաև որպես մարզիչ Նյու Յորք Կոսմոս ակումբում աշխատեցիք, այնտեղ Ռաուլի հետ եք, չէ՞ աշխատել։ Եվս մեկ լեգենդ, որի հետ աշխատել եք։ Իդեպ մի պահ կար խոսակցություն մի քանի ամիս առաջ, որ Ռաուլը կարող է Հայաստանի հավաքականը գլխավորել, բայց իհարկե դա չեղավ։ Ինչ կասեք Ռաուլի հետ աշխատանքի մասին եւ ձեր մարզչական այդ ժամանակահատվածի մասին։ Մարզիչները շատ իմ սիրում, շատ լավ էր խաղացողների հետ ելնիմ եւ Ռաուլի նման խաղացող, որ իր տարիքը ինձանից բարձր է, ես իր մարզիչ ելնիմ, շատ հետաքրքիր էր, բայց մնակ լավ բաներ կարող եմ ասեմ իր մասին, իր ռեկորդը իր համար խոսում է, այդքան գոլ որ խփել է Ռեալ Մադրիդում ու Չեմպիոնների լիգայում, Շալկեում, ամեն ուր որ գնացել է, բայց այդտենց որ ամեն օր փորձում խաղում է, տեսնում ես հեր խաղերի մեջ այդքան լավ է։ Ամեն օր գալիս է գործի, իր գործը անում է, վնաս չունի ուրիշների գործի համար, ամեն օր շատ professional ձևով իր գործը անում էր եւ ամեն երիտասարդ երեխայի համար շատ լավ example ցույց տվավ։ Իսկ դուք այլ գործունեության պատճառով որոշեցիք այլևս չաշխատել մարզչական ճանապարհով, թե ուղղակի չէիք ուզում շարունակել։ Չէ, իմ որոշումն էր, որտեղ իմանում կարող եմ մարզիչ լինեմ լրիվ կյանքս ու անիմ, հետո առիթը ելավ, որ մտնեմ MLS-ի office-ի մեջ եւ գուցե մերել, club ինքս վերցնեմ, president կամ sporting director, որ ես խումբ իրար հետ դնեմ, քան թե մարզիչ ելնեմ, մարզիչից վրան։ So իմ համար տարբեր բաներ, որ փորձիմ, այդ ժամանակ դեր երիտասարդ եմ, ու ես մտածում 3-4 տարի կանեմ, սեմ ինձ եմ սիրում, բայց ճիշտ ասած շատ լավ գործ է Նյու Յորքում մնացել եմ, որ ընտանիքս հետեղ է, մարզիչի կյանքը ավելի դժվար է խաղացողից, որտեղ բոլորի համար պատասխանատու։ Ամեն 2-3 տարի կարող է փոխվես։ Եթե լավ անես, պիտի փոխվես ուրիշ քաղաքերտես, եթե վատ անես, կարող է դուրս անեն ձեզ, so իմ համար մեկ ավելի stability եմ ուզում իմ կյանքի մեջ, որ մի բան անիմ, որ
օգնիմ MLS-ը, լիգը, որ ավելի մեծանա։ Իսկ մի փոքր կմանրամասնեք կոնկրետ ինչ է ձեր աշխատանքի բնույթը հիմա MLS-ում։ Այո, շատ տարբեր ձևի գործ եմ անում, մեր ժամ կտևի, որ ամեն ինչը բացատրեմ, բայց ամենակարևոր բանը ինձ է դա, որ երիտասարդ խաղացողները Ամերիկայից ու Կանադայից, որ ստորագրենք MLS-ի մեջ խաղան։ So ամեն 30 խումբի sporting director-ների հետ գործում եմ ու նայում եմ ես էլ խաղացողները, որ իմանանք ճիշտ ժամը որ ստորագրենք եւ հիմա որ եթե լավ են անում MLS-ի մեջ խաղալ ժամանակ ծախենք Եվրոպա, որ հիմա տեսես վերջի 5-6 տարին արդեն շատ երիտասարդ խաղացող երթում է MLS-ից Եվրոպա ու շատ հիմա Կանադայի եւ ԱՄՆ-ի նոր երիտասարդները շատ լավն են իսկապես Կանադայի հավաքականն էլ է ուժեղացել ահագին Alfonso Davies-ը առաջինն էր որ այսինքն 15 տարեկան 16 տարեկան ստորագրավ MLS-ում եւ արդեն 2 տարից հետո լսում ենք խումբերը որ Իրան ուզում են ստորագրին Դուք ինչ որ կապ ունեցել եք Դեյվիսի պայմանագիր ստորագրել Այո որտեղ երկրպագուներն ու հեռուստադիտողները հաստատ ցանկանում են նման պատմություններ լսել որտեղ MLS-ը շատ հատուկ է որ ամեն contract-ները MLS-ի հետ է չէ որ խումբերի հետ so ամեն ինչը մեր աչքերից անցնում է Շատ հետաքրքիր։ Ես նման պատմությունները շատ եմ սիրում։ Տեսեք, Alfonso Davies-ին էլ եք օգնել, էլի հասնել Մյունխենի Բավարիա։ Բայց մեկ ինչ վախանալի է, որտեղ Bayern Munich նման խումբ էր տալը, չես իմանում խաղալու, աչի խաղալու, so որ տեսանք, որ ինքը խաղում է ու մենակամից մեծ տարվա մեջ ամենալավ fullback-ն էր աշխարհի մեջ, ասանք, օքեյ, հիմա իմանում ենք, որ խաղացողները, որ լավ են անում MLS-ի մեջ, կարող են երթան Եվրոպա ու շատ լավ խաղան։ Շատ լավ։ Յուրա Մովսիսյանը այժմ ԱՄՆ-ում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպանն է ու փորձում է տաղանդավոր հայ ֆուտբոլիստների գտնել, կապ հաստատել եւ այլն։ Դուք հայ ֆուտբոլիստների, երիտասարդ ֆուտբոլիստների նկատմամբ նույնպես ուշադրություն ունեք ձեր աչքի տակ կան տաղանդավոր ֆուտբոլիստներ, որ կարող են վաղ մյուսօր օգուտ տալ մեր հավաքականին։ Միշտ հայանուն տեսնում եմ, միշտ աչքիս կպնում է եւ միշտ խոսում եմ Յուրայի հետ, խոսում եմ, երբ որ հայ խաղացող կա, որ կարծում ենք կարող ենք օգնենք ու առաջանա, ինչ որ կարող ենք անենք, անում ենք, որտեղ մեր ժամանակը վերջ է ու իրանց ժամանակը հիմա է։ Բայց կտեսնենք Ամերիկայում արդեն 9-10 հատ հայ խաղացող կա հիմա, որ դեր երիտասարդ են, բայց գալիս են առաջ ու հուսով եմ կարող են Հայաստանի համար խաղան մի օր, MLS-ի մեջ խաղան կամ Եվրոպայում ուր որ կա, բայց ապական լավ արվում երիտասարդի համար։ Իդեպ կա ֆուտբոլիստ Դարոն Իսկենդերյանը, որը Հայաստանի երիտասարդական հավաքականում խաղաց, մեր երկրպագուները միշտ քննարկում են, նա ձեր բարեկամն է, թե ոչ, հիմա դուք պատասխանեք, նա ձեր բարեկամն է, թե ոչ։ Ճիշտ ասած, մենք ասում ենք, որ ընտանիք ենք, բայց ազգակցական կապ չկա։ Չեմ կարծում մեր Արոնը նույնն է, բայց լավ բարեկամ ենք ու Դարոնը շատ լավ խաղացող է, շատ լավ երեխա է, հուսով եմ լավ խումբ ճարի, որ խաղա եւ Հիմա որստեղ Հայաստան եկել եմ, ես գիշերը տալու եմ Ուրարտուն նայեմ, Նիկոլաս Քալուկյանը, երիտասարդ ժամանակվանից ճանաչում եմ իրան, մինչև 5-6 տարեկան էր ինքը, so ուրախ եմ, որ հիմա իրան էլ տեսնեմ, որ հիմա եկել է Հայաստան խաղումը։ Իսկ հետևում եք նրա խաղին, ստացվում է առաջին ամիսներն է, նոր է հարմարվում։ Ինչքան որ կարող եմ, բայց ճիշտ ասած, դժվար է ժամանակը։ MLS-ի մեջ Հիմա որ 30 հատ խումբ կա, ամեն շաբաթ 15 հատ խաղ, 20 հատ խաղ պիտի նայեմ, դժվար է որ ամեն ինչ հետևեմ։ Դուք 2021 թվականին աճուրդ անցկացրիք, հայտնի ֆուտբոլիստների մարզաշապիկները պետք է վաճառեիք եւ նպատակը Արցախում տուժած ընտանիքներին օգնելն էր։ Նախ դա ձեր միակ նմանատիպ գործունեությունն է, թե պարբերաբար զբաղվում եք եւ նպատակին ծառայեց, կարողացաք ինչպես հարկն է գլուխ բերել։ Չէ, կարևոր է ինչքան որ կարող ենք օգնենք, շատ ներված եմ այդ օրերեր այդ ժամանակ եւ ինչ որ կարող ենք անենք, որ օգնենք, ուզիմ անիմ եւ իմանում եթե կանչիմ բացած այդ հայտնի ասկերը, ֆուտբոլիստները, որ իրանց հետ խաղացել եմ կամ իրանց հետ կապի ունգե իմանում եմ, որ լավ սիրտ ունին ու կօգնին, so կարծում եմ մոտ 50,000 ամերիկան դոլար վերցանք ու տվանք Արցախի համար,
բայց ճիշտ ասած հերիք չէր ուզենք ավելի շատ անենք միշտ ինչքան որ կարող ենք ուզում ենք անենք Իդեպ այնտեղ կար Քրիստիան Պուլիշիչի մարզաշապիկը եւս դուք Պուլիշիչի հետ էլ կապ ունեք երևի Ես Պուլիշիչի մարզիչն եմ երբ ինքը 12-13 տարեկան էր իմ առաջի գործն էր ֆուտբոլ խաղալուց հետո գնացին Philadelphia Union Academy-ին սկսամ այնտեղ այդ ժամանակ 12-13 տարեկան էր մքանի մյուս մարզիչները ասան ալեքո պիտի ես խաղացողին տեսնես ասա ինչ ես կարծում ու չիմ կարող հավատայեմ այդ փոքր տարիքով արդեն ինչքան արագ ամեն մարդից անցնում էր ասամ վերև 16 տարեկաներով 18 տարեկաներով թող տեսնենք ինձ կխաղա եւ շատ ճարպիկ էր Հիմա Միլանի առաջատարներից մեկն է շատ լավ Այդ ժամանակվանից իմանում էր որ լավ ֆուտբոլիստ կլներ չինք իմանում ինչքան շուտ կլներ արդեն 16 տարեկանում Դորտմունդում սկսավ խաղալ ու հիմա Միլանում շատ լավ տարի ունեցավ եւ հուսով ենք մյուս տարի Ամերիկայում լավ խաղա Ես ձեզ մի բան ասեմ ու շարունակենք մեր զրույցը երրորդ տարին է կարծես մենք ենք մեր ֆուտբոլ հաղորդումը կա երբեք մի հաղորդման ընթացքում այսքան բացահայտումներ չէինք արել ինչքան այս 20 րոպեի ընթացքում հետևում եք հայկական ֆուտբոլում ինչքանով եք հետևում մեր ֆուտբոլին պարզ է դժվար է ձեզ համար հավաքականի խաղերը կարողանում եք դիտել թե հավաքական խաղերը ինչքան որ կարող եմ նայում եմ հայկական լիգը դժվար է ավելի շատ որտեղ մեր տելևիզիոնի վրա չկա որ տեսնեմ բայց ինչքան որ կարող եմ հետևում եմ ու մի քանի ընկեր ունեմ որ դեռ զբաղված են ստեղ խաղում են կամ մարզիչ են so ինչքան որ կարող եմ հետևում եմ Եվ վերջում ձեր ապագա անելիքների մասին MLS-ում աշխատանքը իհարկե շատ լավ է, ինչ նպատակներ ունեք միգուցե Հայաստանի հայկական ֆուտբոլի հետ կապված։ Ինչքան որ կարող եմ օգնեմ, ես միշտ բաց եմ որ օգնեմ։ Արմենիա հետ խոսացել իմ գալուց առաջ, որ Իրան հանդիպի մելը, բայց ինչ որ կարող եմ անեմ օգնեմ, Հայաստան իմ սիրտի մեջն է, ես կանեմ, հարց չկա իմ համար որ չանեմ։ Բայց իմ ապական կտեսնենք MLS-ի համար գործում եմ քիչ-քիչ առաջ եմ երթում ու կարծում եմ մի օր կուզենամ մատ կլաբ վերցնեմ ու ինքս մատ խումբ դնեմ որ խաղա բայց կտեսնենք կյանքը տենց է չենք իմանում ինչ կլինի մյուս օր Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար ինչքան հնարավոր է հաճախ եկեք հայրենիք ձեզ ապագայում միայն հաջողություններ Շատ մերսի հաջողություն Մենք ենք մեր ֆուտբոլի տաղավարում էր Ալեկո Էսկանդարյանը Լավն է էլի մեր ֆուտբոլը